Հանգստյան օրերին ամբողջ աշխարհում տեղի ունեցավ ահաբեկչական հարձակումների շքերթ։ Իսլամական պետության 4000 ահաբեկիչներ 3 ուղղություններով շարժվեցին դեպի Պալմիրա։ Ռուսական օդուժը միայն մեկ օրում ոչնչացրեց 300 զինյալ, կասեցրեց առաջին գրոհը, բայց ահաբեկիչները Պալմիրան միևնույն է գրավեցին։ Սիրիայի բանակը նահանջել է։ Ահաբեկիչներին Սիրիայի բանակն այստեղից հետ էր մղել գարնանը։ Պալմիրայի համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող հուշարձանները կրկին վտանգված են։ Ահաբեկիչների ակտիվությունը հանգստյան օրերին ամենուր էր։ Եգիպտոս, Թուրքիա, Սոմալի, Եմեն եւ Նիգերիա։ Եգիպտոսում իսլամիստ ծայրահեղականները պատարագի ժամանակ պայթեցրել են Կահիրեի ղպտիական եկեղեցին։ Զոհվել է 25 մարդ, 49 վիրավոր է։ Ազատ Քուրդիստանի բազեներ խմբավորումը 2 պայթյուն է իրականացրել Ստամբուլի կենտրոնում, զոհվել է 44 մարդ, հիմնականում ոստիկաններ։ Վերջին 1.5 տարվա ընթացքում սա արդեն 33-րդ ահաբեկչությունն է այս երկրում, Թուրքիայում սուք է։ Şunu bilmeleri lazım ki bunlar yanında Ահաբեկիչները շատ ավելի մեծ գին են վճարելու, թող չմոռանան այս մասին, խուսափել պատասխանից չի հաջողվելու։ Սոմալիում մահապարտը պայթեցրել է իրեն մեքենայի մեջ, սպանելով 16 մարդ։ Եմենում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն զինվորական ավանում, զոհվել է 45 մարդ, 60-ը վիրավոր է։ Եվս 45 մարդ զոհվել է Նիգերիայի հյուսիսում, այստեղ մահապարտ ահաբեկիչները 2 դպրոցահասակ աղջիկներ էին։ Ու սա Նիգերիայում տեղի ունեցած ամենամեծ ողբերգությունը չէր։ Կիրակի եկեղեցու կառուցման ժամանակ փլուզվել է կառույցի տանիքը, ինչի հետևանքով զոհվել է եվս 160 մարդ։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։